Կրեմլի քարոզիչ համարվող թուրք Օքայ Դեփրեմի հերթական կեղծիքի առանցքում այս անգամ էլ առողջապահական ոլորտն է, բայց այն կարճ կյանք ունեցավ Հայաստանի պետական կառույցների ապացուցողական հերքումների շնորհիվ։ Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է վերնագրով։ Հոդվածի հղումը, չնայած դեռ կա Չինաստանի գլոբալ հեռուստատեսության ցանցի թուրքալեզու ծառայության X-ի էջում, բայց այն տանում է դեպի ջնջված հոդված։ Նրանց պատվիրում են ինչ-որ բան, նրանք այդ ինչ-որ բանը հրապարակում են, որից հետո վերցնում են այդ հրապարակածը եւ օգտագործում են հիբրիդային տեխնոլոգիաներում։ Դեփրեմի առանց հիմնավորման պնդումների հասցեատերը կրկին Հայաստանի կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանն էին։ Առանձին ենթավերնագրով էլ նշում էր, որ երկիրը ժողովրդագրական ճգնաժամի մեջ է, այդ ամենը ուղիղ կապ ունի ընտրությունների հետ եւ նախատեսվում է նախագիծը ազգային ժողով ներկայացնել առաջիկա շաբաթներին։ Հայաստանի ոչ կառավարությունը, ոչ ազգային ժողովը երբեք այդպիսի նախագիծ չի քննարկել, նման օրակարգ չկա։ Պետական կառույցները Չինաստանի գլոբալ հեռուստատեսության ցանցին են դիմել, ստուգել են, համոզվել մեկ օր անց ջնջել լուրը։ Բայց հաճախ կեղծիքը հայտնվում է նորաբաց, անհասցե, առանց հետադարձ կապի հարթակներում, որի դեպքում այսպիսի արդյունքի հասնելը անհնար է դառնում։ Թուրք փորձագետների հետ վերջերս զրուցելիս հետաքրքիր էր, որ մենք տվեցիք մի մեդիայում, որի մասին իրենք չէին էլ լսել, այսինքն չգիտեին, որ Թուրքիայում կա այսպիսի մեդիա, եւ այդ մեդիան բավական ակտիվ շրջանառվում էր Հայաստանի Հանրապետության տարածքում, իբր թե թուրք հասարակության, թուրք պաշտոնյաների կարծիք։ Սրանք հենց հիբրիդային գործունեության տեղեկատվական բաղադրիչի տարրեր են, որոնք օգտագործվում են այս անգամ արդեն Թուրքիայի ուղղությամբ։ Իսկ ինչու մեկը մյուսի հետևից հենց թուրքական համարվող մամուլում են հայտնվում կեղծ մոլորեցնող լուրերը։ Քանի որ նախընտրական խոսությունում շատ է թուրքերի հետ մերձենալու մեջ մեղադրանքները, շատ են այդ մեղադրանքները Հայաստանի իշխանությունների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, ովքեր նույնիսկ չեզոք են դեմ չեն հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը եւ թուրքական նարատիվներ, այսպես կոչված ճակերտներում նարատիվներ բերել է եւ ցույց տալ է, որ դրանք Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես հայության շահերին դեմ են, բավական օգտակար է հենց այդ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների համար։ Այդպես էմոցիոնալ ազդեցության չափաբաժինն ավելի մեծ կլինի, կարծում են լուրեր ստեղծող պատվիրողները, փորձագետի դիտարկումն է։ Տեսեք, այն ամենը, ինչը կապված է հայկական պատմական հիշողության հետ, կապված է Մասիս Սարի հետ, կապված է եկեղեցու հետ, կապված է ցեղասպանության հետ, դրանք բոլորը կարող են օգտագործվել որպես հասարակության նկատմամբ ազդեցության միջոցներ։ Միաժամանակ էմոցիոնալ են նաև սոցիալական որոշակի ուղղվածություն ունեցող գործողությունները կամ դրանց վերաբերյալ նորությունները։ Իմ կարծիքով ընտրվում են հատկապես էմոցիոնալ հարցեր, առանց նայելու դրանք արտաքին թե ներքին օգտագործմանը։ Հայաստանում մզկիթներ կառուցելուց մինչև թուրքական ներդրում Հայաստանի էներգետիկ ոլորտում 50,000-անոց թղթադրամից Արարատի ու Գրիգոր Լուսավորչի նկարը հեռացնելուց մինչև LGBT համայնքի համար արտոնված շքերթ ապրիլի 7-ին։ Այս բոլոր հոդվածների հեղինակն էլ թուրք Օքայ Դեփրեմն է, որն համարվում է պրոկրեմլյան քարոզիչ։ Նրա հորինած լուրերի տեսականին մեծանում է։ Ու թեպետ ապրիլի 7-ը սարերի հետևում չէ, այդպես նաև համոզվելու, որ լուրը հորինված էր, բայց անընդհատ ստեղծվող կեղծ լուրերի հոսքի մեջ ապրիլի 7-ին էլ չենք էլ հիշի, որ այսպիսի լուր էր շրջանառվել, զայրացրել փետրվարին։ Այն ինչ կիրառում են թե Մոլդովայի օրինակներ կարող ենք նկատել, թե Ռումինիայում դա կիրառվեց, Չեխիայում կիրառվեց, հիմա էլ Հայաստանում է կիրառվում։ Չի համապատասխանում իրականությանը, ճուշացավ հերթական լուրը սկանդալային բնորոշմամբ, որը հերքողը առողջապահության նախարարությունն էր տարածողը տելեգրամյան Arm Geopolitic ալիքը։ Ըստ այդ ալիքի տարածած աշխատանքային փաստաթղթի բժիշկների վճարումը պետք է իրականացվի ինչ-որ տոկոսային հաշվարկներով, որի հանրագումարում բժիշկները ստանալու են շատ ավելի քիչ աշխատավարձ, քան այժմ։ Ըստ այդ հարթակի աղբյուրների հիվանդանոցների սեփականատերերն էլ իրենց հերթին են նախատեսում իրականացնել աշխատավարձերի կրճատում 15-ից 20%-ով։ Լուրի տարածումից կարճ անցած առողջապահության նախարարությունից հերկմամբ մանրամասնում են։ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափականակ։ Նշենք, որ փոխհատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը։ Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը։ Այն պետք է ավելի ցածր չլինի, քան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի սահմանված չափաբաժինը։ Հավանաբար սա է դարձել տելեգրամյան ալիքում շրջանառվող լուրի համար շահարկման առիթ։
Տելեգրամյան այդալիքի տվյալների բաժնում նշված հեռախոսահամարին պատասխանեց հիմնադիրը։ Իրենց դիմաց բուժաշխատողների տվյալներ չփոխանցեց, բայց ուղարկեց նախարարության ու բուժաշխատողների համատեղ աշխատանքային չաթից պատճեններ, որտեղ երևում են բժիշկներն ունեն անհանգստություններ, քանի որ բուժհաստատությունները կարող են առաջնորդվել հենց նվազագույն սահմանաչափով, որի դեպքում օրինակ անեսթեզիոլոգների աշխատավարձը որոշ դեպքերում գուցե ավելի պակաս լինի, քան մինչև այդ ստացած աշխատավարձներ։ Նախարարության աշխատավարձերի իջեցման մասին հերքող հաղորդագրության մեջ նշվում է. Ինչ վերաբերում է բուժկենտրոնների սեփականատերերի կողմից աշխատավարձի հաշվարկին, ապա աշխատավարձը տրվում է համաձայն գործատուի եւ աշխատակցի միջև կնքված պայմանագրի։ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժկենտրոններում, որը կազմում է ընդհանուր բուժկենտրոնների ընդգրկվածության 60%-ը, աշխատավարձի կրճատում չի եղել։ Իրինա Կրչյան, Էդգար Դավթյան, լուրեր։